Եկեք ձեզ պատմեմ իմ կարդացած լավագույն գիտաֆանտաստիկայի մասին։ 3 մարմինների խնդիրը։ Մենք հայտնվում ենք մի աշխարհում, որտեղ մեր պատկերացումները գիտության ու ֆիզիկայի տարբեր ոլորտներում սկսում են ճաքեր տալ։ Շատ գիտաֆանտաստիկ վեպերում մարդկությունը միասնական ուժ է հանդիսանում ու կարողանում է միասնականորեն պայքարել արտաքին թշնամիների դեմ։ Այս գիտաֆանտաստիկայում մարդկությունը արդեն բարակտված է։ Ամեն ինչ սկսվում է Չինաստանի մշակութային հեղափոխությամբ։ Ու մշակութային հեղափոխության ֆոնին մենք տեսնում ենք բռնություն, մարդկանց անտարբերությունը ու տեսնում ենք, որ մարդկանց պետք չի արտաքին ինչ-որ ուժեր, որ մեզ կործանեն։ Մենք ինքներս էլ հենց այդ հարցում շատ լավ հաջողում ենք։ Վեպում ոչ միայն գիտաֆանտաստիկ հարցեր են բարձրացվում, այստեղ կան թե գիտության մասին հղումներ, թե ֆիզիկայի, թե պատմության ու կան նաև փիլիսոփայական հարցեր, որոնց շուրջ դու շատ երկար մտածելու ես։ Վեպը կարդալու ամբողջ ընթացքում զգում ենք տիեզերքի անսահմանությունը։ Ու իհարկե այդ ամբողջ տիեզերքում մենք ուղղակի փոքրիկ բջիջներ ենք։ Ճիշտ է, բարձր ճանապարհ է, գիրքը կարդալը, բայց արտակարգ գործ է, որը արժի կարդալ։